Նկարակալին սպիտակի ջերմամեկուսացված շենքերից է։ Այս ֆոտոցուցահանդեսով նաև տեսաֆիլմով Հայաստանի էներգոարդյունավետության ծրագիրն ամփոփում է 10-ամյա գործունեությունը։ Ծրագրի օժանդակությամբ ջերմաարդիականացվել են շուրջ 400 շենքեր, որից 185-ը բազմաբնակարան բնակելի շենքեր։ Էներգոարդյունավետ արդիականացման ուղղված ներդրումային ռիսկերի տպավորիչ փոփոխություն է եղել երկրում 2017 թվականից մեկնարկած իրենց ծրագրի ու կառավարության հետ համագործակցության աշխատանքներին այսպիսի գնահատական է տալիս ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։ Արձանագրում են մարդիկ սկսել են արդեն ինքնուրույն էներգոարդյունավետ դարձնել սեփական կենցաղը, անցնում են ջեռուցման ժամանակակից լուծումների, LED լուսատուների, ջերմամեկուսացնում պատերը։ Բնակչության վարքը փոխվել է շնորհիվ մարզերի ու մայրաքաղաքի բնակելի, նաև վարչական շինությունների, մանկապարտեզ, հիվանդանոց, համայնքապետարանի, տանիք լուսամուտները թարմացնելու, արևային պանել, տաքացուցիչ տեղադրելու հաջողված արդյունքների։ Ավելի քան 470 շենք է երկրում վերանորոգվել, հասնելով էներգոարդյունավետության բարելավման մինչև 60%-ի։ Սա մի կողմից ֆինանսական խնայողություն է, մյուսից ընդհանուր կենսապայմանների բարելավում, որովհետև կես միլիոնից ավելի մարդկանց համար ածխաթթու գազի արտանետումները 20 տարվա կտրվածքով կրճատվում են մոտավորապես 640,000 տոննայով։ Ծրագրի շնորհիվ Հայաստանից մթնոլորտ չի բարձրանա տարեկան 32,000 տոննա ջերմոցային գազ, իզուր չէ, որ ՄԱԿ-ի, դոնորայլ կառույցների և պետության սուբսիդիաների հետ միասին նաև կանաչ կլիմայի հիմնադրամն է ֆինանսավորել նախագիծը։ Երկրի էներգետիկ անկախության արդյունավետության փաթեթի հատկապես բնապահպանական ձեռքբերումը կարևորեց շրջակա միջավայրի փոխնախարարը։ Մեր ճանապարհին դեպի էներգետիկ անվտանգություն մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք էներգետիկ հենց խնայողությանը, որպեսզի կարողանանք ավելի դիմակայուն լինենք։ Նախորդ 10 տարում ծրագիրը էներգոարդյունավետության խնդիրը դիտարկել է 4 ուղղությամբ՝ ֆինանսական խթանների տրամադրման, ռիսկերը մեղմելու, հատկապես տիմերի տեխնիկական կարողությունները զարգացնելու և իհարկե ոլորտային օրենքներ մշակել, լրացնելու տեսանկյունից։ Պարզվում է, նույնիսկ քաղաքաշինության կոմիտեն է այս փաթեթի շրջանակներում ջերմամեկուսիչ նյութերի շտեմարան ու մի շարք նորմատիվ փաստաթղթեր հաստատել կառուցապատողների համար։ Ծրագրի հիմնական գործընկեր տարածքային կառավարման նախարարությունից ընդգծում են երկրի էներգետիկ արդիականացման բոլոր օղակներին իրար կապող մոդելի ներդրման ու հաջող կիրառման մասին։ Մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ 200-ից ավել էներգոարդյունավետ դարձած իրենց բազմաբնակարան և վարչական շենքերում ուղիղ զգում են դրա թե ֆիզիկական և թե ֆինանսական ազդեցությունը։ Հանդիպման հյուրերը ծանոթացան նաև բնակչության շրջանում անցկացված սոցհարցմանը համաձայն, որի շահառուների 70%-ից ավելին գոհ է ծրագրի արդյունքներից։ Վիճակագրական նյութերի սեղանին ի դեպ անգամ շոկոլադներ էներգախնայողություն հուշում։ Ծրագիրը թիմը կհիշի 10 տարին մեկ ֆոտոյում օրվա լուսանկարով։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։